Բոլորին դեմ եմ կուսակցությունը հանրապետության հրապարակում կառավարության շենքի դիմաց անցկացրել է մուկ տշելու խորհրդանշական ակցիա։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ այս փուլում քաղաքական դաշտի տարբեր ուժեր զբաղված են մուկ տշելով, սակայն իրենք դա անում են այլ ձևով։ Կուսակցությունը նաև հայտնել է, որ իր նպատակը ոչ թե երկարաժամկետ իշխանավարումն է, այլ 100 օրվա կառավարության միջոցով խոստացված 3 փոփոխությունների իրականացումն ու արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Բոլորին դեմ եմ կուսակցության 87 թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտարարել։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինքնաբացարկը չի կարող ազդել խորհրդարանի ընտրությանը կուսակցության մասնակցության վրա։ 100 օրվա ծրագիր ունենք, մաքսիմում 100 օր ենք մուկ տշելու, բայց դա չենք անելու։ Հստակ քայլերը ասել ենք, այդ 3 քայլը անելու ենք նորմալ կանոնով, ինչի համար այսպես կոչված հեղափոխությունն է, այդ Սերժի կոստյումը կորցնելու քայլերը անելու ենք, նոր արդար ընտրություններ դնենք, որին շանս են ունենալու մյուս ուժերն են մասնակցել ու տեղ ունենալ, լսելի լինել խորհրդարանում։ Բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։ Կուսակցությունում նշում են, որ ընտրողներին առաջարկում են մասնակցել քվեարկությանը եւ իրենց ձայնով աջակցել ընտրական համակարգի փոփոխությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։